Ինձ թվում է ինքը մեր պահանջը այսպես թե այնպես չի բավարարելու, անիմաստ պահանջներ մենք չենք ունենա։ Մեր պահանջը ուղղակի ինքը իրանք հասկանա, որ հիվանդ երեխուն այդ ձևով չեն տանում, հասցնում այդ վիճակի, որ ուշաթափվի, նույնիսկ ներս չկարողանա մտնել։ Զուտ դա։ Ակնկալիքներ ունեիք, սպասում եք, որ Ճիշտն ասած, կարծում էի, որ հայ մարդ լինելով, ծնող լինելով, բազմազաբակ ծնող լինելով, մի փոքր գոնե ավելի բարի կգտնվեր, մի փոքր ավելի ներողամիտ կգտնվեր, տնային կալանք կտար, մենք չենք ասում չբավարարեր ընդհանրապես, թող տնային կալանք լիներ, հետո արդեն քննությունը ցույց տար, մեղավոր են, թե մեղավոր չեն։ Բայց համենայն դեպս դա շոկային էր մեր բոլորի համար։ Տեսել եք մեղավորություն, տեսանյութը տեսել եք, ինքներդ մեղավորություն։ Գիտեք, այդտեղ թեթև ինչ որ ես մեղավորություն ես ինքս չեմ կարող որոշեմ դա։ Բայց բանը նրանումն է, որ երիտասարդ են, մի քիչ բռնկուն են, միգուցե դա ինչ որ բանի պատասխան ռեակցիա է եղել, ուրիշ բան չեմ կարող։ Մեղավորությունը իրավապաշտպան մարմինները թող որոշեն։ Տեսանյութը տեսել եք, որտեղ անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է։ Ես տեսել եմ, ես դա տեսել եմ։ Ու ինձ թվում է միայն ես չեմ տեսել, բոլորն են տեսել։ Առաջինը իրանք են հարվածել ու երեխեն ինձ թվում է ոչ միտումնավոր, դա ուղակի պատասխան ռեֆլեկտիվ պատասխան ռեակցիա էր, անկախ նրանից դա ում կլիներ, ուղակի փորձ էր, տենց ասեմ։ Չեմ արդարացնում ինչ որ ձևով ինչ որ մի բան, բայց զուտ դա էր։ Ու ինչպես ծնողներն են ասել, ինքը ուղակի սխալ տեղում, սխալ ժամի հայտնվել էր, ուղակի դա։ Երեխան իրոք առողջական խնդիրներ ունի, լավ երեխա է, հասկացանք։ Ինչ որ պատահար է եղել, ես չեմ ասում, ինչ որ լավ բան է եղել, չեմ արդարացնում, ճիշտ հասկացեք։ Ամեն ինչը բնական է, արդարադատությունը պետք է նայեն, հասկանան, բայց կարելի է օրենքներն էլ չէ, բացառություններ ունեն։ Հիմա այս մեր մոտ բացառիկ դեպք է։ Պիտի հասկանա, որ այդ ուրիշ տեսանկյունից նայեն։ Բոլորն է ծնող են, չէ՞։ Չեմ հասկանում, ես էլ այդ պահը, որ ասես չոր ուղիղ քառակուսի դնում ու դատում են, դա ինչ չի լինի։ Չենք ասում բաց թողեք, ասում են գոնե տարեկտուն այդ մարդուն, որ կարանան տիրություն անեն ընտանիքի անդամները, մայրը։ Հիմա ինչ վիճակ է, ոչ ոքս չգիտենք, ասենք երեխան ուշաթափվել է, տարել են հիվանդանոց ու վերջ, բան չգիտենք, ոչ ոք չի կարողանում տեսակցի, պարզա փաստաբանները չգիտեմ մտել են թե չէ, բայց դե անհանգստանում ենք, ասում այդ նորմալ է։ Ոչ մի իրենց վատ բան չենք ասում ենք, ոչ է վատ բան անում ենք, ոչ է վատ բան պահանջում ենք։ Սուտ ասում ենք մարդկային գտնվեք, եթե հնարավոր է։ Ու ինձ թվում է այս կյանքում անհնարին բան չկա, որտեվ այս վերջի դեպքերս ասում են, որ անհնարին բաներ էլ է լինում։ Կարելի է ինչ որ քայլեր անել, էլի։ Դուք վերև բարձրանալու դատախազի հետ որևէ քննարկում անելու։ Չէ, դա իմ խնդիրը չի, հասկանում եք, ես չեմ կարող բարձրանամ դատախազի հետ, ինչ խոսամ, որ իմանամ ինչ որ հարց կլուծվի։ Դե հիմա հավաքվել ենք, մտածում ենք ինչ կարանք անենք, որ գոնե իր մաման չնեղվի, ոնց որ բան ենք անում, էլի, հա, սփորթ ենք անում, էլի, որ մենակ չզգա գոնե այդ մարդը։ Ընկերներն էլ հեսա երեխեքն էլ հավաքվել են, 10 ընկերներն են հավաքվել են Դավիթի համար, այն օրը երկուսի համար էին հավաքվել, Միքայելի համար շատ շնորհակալ ենք, շատ ուրախացանք։ Հիմա մնաց Դավիթը։ Կարան չէ մի բան անեն, որ հանգիստ գնանք բոլորս մեր տուն, իրանք է մեզնից ազատվեն, մենք էլ իրանցից։ Մի քիչ կոպիտ եմ ասում, բայց իսկականից արդեն անհնարին է, էլի։ Իսկ Միքայելի առողջական վիճակը եղբոր կալանավորելու։ Դե հիվանդ է, Միքայելն էլ է հիվանդ։ Երեք ճիշտ է եկել կանգնել էր, բայց տարան տուն, մայրը ասում էր, կարծես թոքաբոր բա ընկել։ Դե բարձա կլինի այդպես բաներ։ Պահման պայմաններից ելնելով ձգտում։ Չեմ կարող ասեմ, կարող է մրցել է երեխան, ես չեմ կարող, այդպես հարցերի չեմ կարող պատասխանել, այդքան էլ ճիշտ առողջություն։ Ես չեմ կարող այդպես ներսի հարցերին պատասխանեմ, զուտ որպես ծնող, որպես ընկերուհի, որպես մայր, որպես մնացած բոլոր նորմալ բաները, որ կարամ ես լինեմ։ Ես ասում եմ, որ խնդրում եմ, որ երեխուն տեր կանգնեն, այդ վիճակի մեջ չթողնեն։ Եթե հիմա ձեր խնդրանքը տեղ չհասնի, ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու որպես սրտացավ քաղաքացի։ Ես չգիտեմ, կորոշենք, ասենք, եթե իմանամ ինչ որ քայլ կարանք անենք, որ երեխուն հարց լուծենք, կանենք, բայց ես չեմ կարծում, որ այդ պետք է իրավապահ մարմինները մի քիչ հասկանան, չգիտեմ, ինչ են գրում, ջնջում,
ոնց են անում, այդ հարցը լուծում են, նստում են իրար հետ խորհրդակցում են։ Լիքը խելացի մարդ ունենք, չէ՞ մենք։ Լիքը խելացի մարդ կա, բա ումա պետք է այդ խելքը, եթե sense դեպքերում չօգտագործվի։ Ես խնդրում եմ բոլոր խելացիները հավաքվեն ու մի հատ հարց լուծեն։